Վրաց-չինական հարաբերություններ եւ համապարփակ ռազմավարական գործընկերության խորացում։ Վերջերս Վրաստանի վարչապետը անցկացրեց ճեպազրույց, որտեղ կոնկրետ օրինակներով անդրադարձավ Չինաստանի հետ հարաբերությունների խորացման կարևորությանը։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն հայտնեց այս ուղղությամբ աշխատող նախարարների կաբինետի անդամներին։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Վրաստանի նախագահին, որը ստորագրել է համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Վարչապետը նաև պատասխանեց լրագրողների հարցերին եւ մեկնաբանեց քաղաքական զարգացումները։ Վրաստանի եւ Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մեկնարկը Թբիլիսիում տարբեր արձագանքներ է ստացել։ Իշխող թիմը բարձր է գնահատում ռազմավարական գործընկերության նոր փուլի անցումը եւ նշում, որ այս գործընկերությունը կարևոր քաղաքական իրականություն է Վրաստանի համար։ Ընդդիմությունը ողջունում է Չինաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցությունը, սակայն ասում, որ Չինաստանը չի կարող հակակշիռ դառնալ պետությունների հետ ռազմավարական գործընկերության կուրսին։ Հիշեցնենք, երեկ ընդլայնվեց Չինաստանի եւ Վրաստանի միջև 3 տարի առաջ ստորագրված համաձայնագիրը, որը ենթադրում է համապարփակ ռազմավարական գործընկերության սկիզբ։ Ընդդիմության արմատական թևը արտաքին ուժերի թելադրանքով վնասում է երկրի ազգային շահերը, գործում է արտաքին ուժերի օրակարգով եւ խաթարում Վրաստանի ինքնիշխանությունը։ Այսպես է արձագանքում խորհրդարանի նախագահը ընդդիմության վերջին հայտարարություններին Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի վերաբերյալ։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով ընդդիմության մի մասը միտումնավոր տարածում է կեղծ տեղեկատվություն։ Խորհրդարանի նախագահի խոսքով երկրների միջև առողջ գործընկերությունը հիմնված է ոչ թե մեկ երկրի կողմից մյուսի շահերին ծառայելու, այլ երկրների միջև ազգային շահերի համընկնման վրա։ Ընդդիմադիր դաշինքում տարաձայնությունները թեժանում են, ազգային շարժման դիրքորոշումն այն է, որ կուսակցությունը կմնա դաշինքում եւ կշարունակի իր աշխատանքը, ինչ վերաբերում է հանուն փոփոխությունների կոալիցիայի առաջնորդ Նիկ Ագվարամյանին, ապա նրա խոսքով նախկին իշխող կուսակցությունը իրականում ֆորմալ առումով դաշինքում է եղել։ Եվրամիության վիզային կարգավորման շրջանակներում վաղը Բրյուսելում կկայանա Վրաստանի եւ Եվրամիության հանձնաժողովի միջև առաջին տեխնիկական խմբի հանդիպումը, որին կմասնակցեն Վրաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները։ Թբիլիսիում գնահատում են այս հարցը։ Ընդդիմության մի մասը հայտնում է, որ վրաց ժողովուրդը չպետք է պատժվի կառավարության գործողությունների պատճառով եւ որ պետք է ձեռնարկվեն համապատասխան քայլեր վիզային ազատականացումը պահպանելու համար։ Իշխող թիմը բացատրում է, որ վիզային ազատականացման տեխնիկական պահանջների փոխարեն Վրաստանի դեմ առաջադրվել են քաղաքական նախապայմաններ, որոնք խախտում են երկրի ինքնիշխանությունը։ Նրանց կարծիքով Եվրամիության վիզային ազատականացումը օգտագործվում է որպես շանտաժի գործիք Վրաստանի դեմ եւ պահանջում է, որ Վրաստանը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ, ինչը վնասում է երկրի շահերը։ Խորհրդարանի կանոնակարգում փոփոխություններ են մտցվել։ Փոփոխությունները վերաբերում են միջխորհրդարանական հանդիպումների կանոնակարգին, նախագահի զեկույցին եւ հանրային հեռարձակողի խորհրդին։ Պատգամավորները կկարողանան կառավարության անդամին խորհրդարան կանչել շաբաթական 3 օր 2-ի փոխարեն։ Նախագահի տարեկան զեկույցից հետո խմբակցությունների ղեկավարներ եւ մեծամասնության առաջնորդ այլևս չեն կարողանա ելույթ ունենալ խորհրդարանում։ Փոփոխությունները խորհրդարանի կողմից քննարկվել եւ արագացված կարգով են հաստատվել, որը ներկայացրել է խորհրդարանի նախագահը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով վերջին 48 ժամվա ընթացքում թմրանյութերի մեղադրանքով ձերբակալվել է 119 մարդ, այդ թվում 49 թմրավաճառ։ Ինչպես նշում է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաշա Սիրաձեն, ներքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Թմրանյութերի մեղադրանքով ձերբակալված անձանց անձնական իրերի, տրանսպորտային միջոցների եւ բնակելի շենքերի, ինչպես նաեւ նրանց կողմից նշված վայրերից խուզարկության ժամանակ որպես ապացույցներ առևանգվել են տարբեր տեսակի թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր։ Դրանք են հերոին, կոկաին, ալֆա, PVP, մեթադոն, մեթոդրոն եւ այլն։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարով կամ ՑՄ ժամկետով ազատազրկում։ Վրաստանի եւ վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր։
Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին եւ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը Ռոլանդ Փրայսը։ Նախագիծը նախատեսում է Վրաստանի երկաթուղիների համար էլեկտրաշոկեքարշերի ձեռքբերում, երկաթուղային հզորությունը մեծացնելու համար էլեկտրական ենթակայանների կառուցում, Վրաստանի երկաթուղիների ինստիտուցիոնալ ամրապնդում, ինչպես նաեւ Բադիաուրից մինչեւ Չալաուբանի եւ Չալաուբանից մինչեւ Բակուրյանի ճանապարհի տարածքների եւ Գուրջանից մինչեւ Թելավի ճանապարհի կառուցում։ Վրացական լեռնաշխարհում գարեջուր պատրաստելու ավանդական մեթոդը աշխատանքային խումբը սկսել է աշխատանքները եւ այսօր քննարկել իր աշխատանքային ծրագիրը։ Խորհրդարանական գյուղատնտեսության հանձնաժողովում ստեղծված խմբի նպատակն է վրացական լեռնաշխարհում գարեջուր պատրաստելու ավանդական մեթոդը ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ ներառել անվանակարգում։ Այսօր նախատեսվում է ստեղծել նկարահանող խումբ, որը կպատրաստի ֆիլմ անվանակարգային ներկայացնելու համար, իսկ մինչ այդ աշխատանքային խումբը կկազմի այն ընտանիքների ցանկը, որոնք գարեջուր են պատրաստում ավանդական մեթոդներով։ Մայրաքաղաքի կառավարության նիստում Կախակալաձեն խոսել է սոցիալական աջակցության, կրթության, տրանսպորտի, քաղաքաշինության եւ երիտասարդական քաղաքականության հետ կապված մի շարք կարևոր նախագծերի եւ նախաձեռնությունների մասին։ Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը Չուղուրեթի շրջանի Իվերթուբանի բնակավայրում նոր մանկապարտեզ կկառուցի, որի համար հատկացվել է 5000 քառակուսի մետր տարածք, իսկ նախագծի արժեքը կազմում է 9.8 միլիոն լարի։ Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետի խոսքով հասարակական տրանսպորտի օպտիմալացումը շարունակվում է։ Հունիսի 27-ից սկսած համար 321 երթուղով, որը Դիդիդիղոմիին կապում է Սարթիճալայի մետրոկայանին, կգործեն 6 հատ 18 մետրանոց ավտոբուս եւ 12 մետրանոց 2 ավտոբուս։ Բացի այդ, 293 երթուղում կավելացվի 2 ավտոբուս, որի արդյունքում կկրճատվի երթևեկության ընդմիջումը եւ կմեծանա ուղևորներ տեղափոխելու հնարավորությունը։ Թբիլիսիի քաղաքապետարանը 45 ընտանիքի համար նոր բնակարան է տրամադրել Զուգդիդիի շրջանի Պատասակաձե փողոցի 19 համարի վրա գտնվող Խարխուլ շենքում բնակվող ընտանիքները ստացել են բնակելի տարածքներ։ Տարիներ շարունակ այս հասցեում ապրել են Աբխազիայից տեղահանված ընտանիքներ եւ սոցիալապես անապահով քաղաքացիներ։ Շենքը խարխուլ եւ վտանգավոր էր ընտանիքների համար անվտանգ միջավայր ստեղծելու նպատակով Թբիլիսիի քաղաքապետարանը 2019 թվականից սկսեց նախագծի իրականացումը եւ Չուղուրեթի շրջանի Կապանաձե փողոցի թիվ 4 հասցեում հողամաս հատկացրեց, որտեղ կառուցվեց նոր շենքը։ Տարվա ամենախոշոր երաժշտական շոուն կկայանա Բորիս Բայչաձեի Դինամո արենայում հունիսի 12-ին։ Մեր ժամանակների ամենակարևոր եւ ամենաազդեցիկ երաժշտական դեմքերից մեկը Քանյե Ուեսթը ելույթ կունենա վրաց հանդիսատեսի առջև։ Մշակույթի նախարարը ծանոթացել է կազմակերպչական աշխատանքներին։ Քանյե Ուեսթը ունի 24 գրեմմի, վաճառված ավելի քան 150 միլիոն ալբոմ եւ անմոռանալի համերգային փորձառություններ։